Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Ինչ անենք, որ մեր ընտանիքներում սեր ու խաղաղություն լինի, որ կինդ խաղաղության մեջ լինի, քեզ լսի, երեխեքդ լսող լինեն, ամուսինդ լինի, քեզ սիրող, բարության մեջ։ 327-րդ Սաղմոսն էի կարդում, այսպիսի տողեր կա։ Տեսեք ինչ գեղեցիկ խոստում է, որ սա իմանանք, պահենք, մեր ընտանիքներում շատ մեծ ուրախություն կլինի եւ մեր օրերն էլ բարության մեջ կլինեն, եւ տեսեք ինչ օրհնություն կա։ Ասում է կինդ պետքա լինի վայելուչ որդատունկի պես քո տան անկյունում, երեխաներդ նորատունկ ձիթենու պես քո սեղանի շուրջը, այսպես պետք է օրհնվի ամեն մարդ, ով վախենում է Աստծուց։ Այսինքն այսպես պետք է օրհնվի ամեն մարդ, ով ունի Աստուծո երկյուղը։ Եվ շարունակում ասում է դու քո օրերը կտեսնես բարության մեջ, կյանքդ կլինի խաղաղության մեջ, այսպիսի լավ խոստումներ։ Ինչի՞ եմ ես սա ասում, սիրելի ժողովուրդ։ Մենք Աստուծո երկյուղը չունենք, մենք Աստուծո նկատմամբ վախ չունենք, մեր ազգի զավակներից շատ-շատերը կամ այսօր աշխարհում շատ-շատերը։ Մեկ-մեկ էլ մարդիկ, որ ունես բաներ են անում, որ ասում են ախպեր, ինչի՞ ես այս բան անում, չես վախենում Աստծուց, ասում է դու ինձ մի վախեցրա Աստծո, մի բանը, դու վախ մի տարածի, Աստված սեր է։ Այմարդ Աստվածաշնչում Աստուծո խոսքը սևով սպիտակի վրա քանի տեղ ասում է, Տիրոջ նկատմամբ երկյուղն ունեցեք, երկյուղացություն ունեցեք, այդպիսի խոնար մարդուն Աստված լսում։ Եվ այստեղ էլ ասում է, կինդ կլինի վայելուչ որդատունկի պես քո տան անկյունում, այսինքն խելոք, լսող, պտղաբեր, ամեն ինչ տեղը տեղին, ամեն ինչ վայելուչ։ Երեխեքդ կլինեն նորատունկ ձիթենու պես քո սեղանի շուրջը, նորատունկ ձիթենին գիտեք որ լիքը պտուղ է տալիս, դու ուզում ես չէ քո երեխեքի խերը տեսնես, ուզում ես թորներ տեսնես, այսինքն որ պտղաբեր լինեն, ամուլ չլինեն, ասում է երեխեքդ կլինեն նորատունկ ձիթենու պես, դալար զեյթունի պես քո տան սեղանի շուրջը։ Այսպես պետք է օրհնվի ամեն մարդ, որն ունի Տիրոջ նկատմամբ երկյուղը, որն ունի Տիրոջ նկատմամբ վախ։ Ես ինչի եմ սա ասում, սիրելի ժողովուրդ։ Մտածեք այս մասին, հատկապես տղամարդիկ, մտածեք Աստուծո նկատմամբ երկյուղը զարգացրեք ձեր մեջ, Տիրոջ նկատմամբ վախը զարգացրեք մեր մեջ, մարդը պետք է մի քիչ Աստծուց զգաստանա, Աստծուն այդ այնտեղ երկյուղ էլ է տեղում գրած, չէ, գրած է վախ, որ ով որ վախենում է Աստծուց, որովհետև ուրիշ տեղերում գրած է Տիրոջ նկատմամբ երկյուղ, որոշ տեղերում է գրած է որ Տիրոջ նկատմամբ երկյուղը դա սուրբ բան է, որովհետև երբ որ դու երկյուղում ես Տիրոջից, դու դողում ես Տիրոջ հետ քո հարաբերության վրա։ Վայ հանկարծ այս բանն անեմ, Տերը ինձանից չվիրավորվի։ Վայ հանկարծ այս բանն անեմ, չվնասեմ այդ հարաբերությունը, որ ես ունեմ Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ուրեմն սա վերաբերում է հատկապես տղամարդկանց, դրա համար սիրելի կանայք կամ տղամարդիկ, եթե դուք լսում եք այս զայնագրությունը, կիսեք ձեր էջերին, ուղարկեք ձեր ամուսինները թող լսեն, կամ տղեկ դուք էլ ուղարկեք ձեր եղբայրներին կամ ձեր, չգիտեմ, բարեկամներին, ընկերներին, որ իմանաք, որ այն տղամարդը, ով որ ունի Տիրոջ նկատմամբ վախ, ով որ ունի Տիրոջ նկատմամբ սուրբ երկյուղ, այդպիսի մարդը կօրհնվի խոնար, գեղեցիկ, լսող, ամեն ինչով լավ կնոջով եւ երեխաներով, որոնք կնմանվեն դալար ձիթենու, որոնք միշտ պտղաբեր կլինեն իրենց, ասում եմ, դու կտեսնես քո երեխաներին, դու կտեսնես քո թոռներին եւ քո կյանքը միշտ կանցնի բարության մեջ։ Եղավ ժողովուրդ ջան, եկեք նենց անենք, որ մեր կյանքերը Աստծո երկյուղով անցնեն։ Ոնց է իմանում, որ մարդը Աստծո երկյուղով ապրում թե չէ։ Դնում ես Աստծո պատվիրանները սովորում ես, դնում ես Աստվածաշունչը միշտ ամեն օր կարդում ես, Աստծո օրենքը սովորում ես, ու երբ որ դու քո կյանքի մեջ, քո օրվա մեջ մի որոշում պետք է կայացնես, դու ասում ես մի հատ տեսնեմ, էսի Աստծո կամքով էր թե չէ, Աստվածաշունչում Աստված ասում է, այս բանը չի կարելի անել։ Ուրեմն ավելի լավ է ես չանեմ, որպեսզի այս օրհնությունից ես չզրկվեմ, որովհետև դու այսօր կարաս քեզ թվա թե ծովը ծնկներից տա, քեզ կարողա թվա թե թուրը ոնց ասես կտրում, փող ունես, իշխանություն ունես, ամեն ինչ ունես, բայց ում ապետ եթե վաղ այսօր գալու են քեզ ասեն, որ երեխայի տեսիշ բանը պատահեց, կամ գալու են քեզ ասեն կնոջը տեսիշ բանն է պատահել, կամ վաղ չեմ այսօր կնիկը սկսում է կյանքը տուտել, ում ապետ քեզ ամեն ինչը։ Եթե տղեկ ջան, ուզում ենք խաղաղության ու սիրո մեջ ապրել, Աստծո նկատմամբ երկյուղ ունենք, որովհետև ասում է, այսպես պիտի օրհնվի ամեն մարդ, ով որ վախենում է Տիրոջից, նա իր օրերը պետք է տեսնի բարության մեջ։ Այ բացեք Աստվածաշունչը մի հատ լավ կարդացեք 127-րդ Սաղմոսը, ամբողջը սրա մասին է։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան, մտածեցի ես պահքի օրերին սա կարևոր կլինի այս մասին, որ մտածենք, խոսենք եւ
Տիրոջ նկատմամբ երկյուղացություն ունենանք մեր սրտերի մեջ։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսին Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Բարի օր բոլորիդ։